Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր ուզում եմ ձեր հետ կիսվել իմ հրաշալի, ինձ համար շատ սիրելի այս բաղադրատեսակով։ Տեսեք, ինչպիսի բաղադրատեսակ ունենք ընդհանրապես մոշե ժելեյով։ Ինչպես պետք է պատրաստենք ժելեն, իհարկե, արդեն նախապես վերցրել եմ, դուք կարող եք այդ ժելեն գնել յուրաքանչյուր խանութից, հարմար է, էժան եւ հասանելի յուրաքանչյուրին։ Վերցնում եք իհարկե 3 ճաշի գթալ, ավելացնում եք եղման ջուր, սիրելիներս, եղման ջուր, լավ խառնում ենք, լավ խառնելուց հետո անպայման լցնում ենք մեր մրգերը, կարող եք յուրաքանչյուր տեսակ սառացրած լինի, սառնարանում ինչ տեսակ միրգ ուզում է լինի։ Ես հաճախակի դա անում եմ մոշով եւ մալինայով ու վրան լցնում այս մրգերը։ Պատկերացնում եք, դնում եմ սառնարան եւ այն վեր է ածվում այսպիսի հարմար եւ յուրաքանչյուրին հաճելի տեսականի, որը կարելի է օգտագործել եւ սուրճի, եւ թեյի, եւ յուրաքանչյուր հյուրի անգամ զարմացնեք։ Ես այսօր բերել եմ իմ աշխատասենյակ, որպեսզի զարմացնեմ իմ բժիշկուհիներին։ Սիրելիները սիրում են իրենք շատ, յուրաքանչյուր անգամ բերում են, երբ բերում եմ իրենց համար արդեն դա հրաշալի օր է լինում, կարելի ասել վեր է ածվում այդ օրը պրազնիկի, ինչպես ռուսներն են ասում։ Սիրելիներս, օգտագործենք սա, կարող եք այսպես, եթե ուզում եք պաղպաղակ, ընդ որում շաքարային դիաբետիկներին եմ ես խորհուրդ տալիս, սա դառնում եք սառցախցիկ, այն վեր է ածվում սառույցի հաճույքով, մրգային սառույց է լինում եւ օգտագործում եք, պատկերացնում եք, անհարմար եմ զգում ձեր մոտ օգտագործել, հրաշք է, եւ վիտամիններ, եւ միկրոէլեմենտներ, հագեցնում է ծարավը եւ ամենակարևորը կալորիականությամբ շատ ցածր է եւ հաճելի է ձեր քիմքին, իսկ ամենակարևորը այդ հաճույքից սինթեզվում է ձեր օրգանիզմում սերոտոնին ֆերմենտ հորմոն, որը այդքան անհրաժեշտ է մեր հայերին։ Նաեւ ասեմ ձեզ, բարևենք իրար, բարևենք անծանոթներին, որովհետեւ բարևը շատ չի լինում, բարին հենց բերում է քեզ բարություն։ Սիրելիներս, սկսենք մեր օրը բարությամբ, բարիությամբ, բարի օր մաղթելով եւ այսպիսի հաճելի բաղադրություններով։ Սիրում եմ ձեզ։